Հաշվի արդար է, անձնական նկատառումները Բարոն Զարուկյանի նկատմամբ մենք այստեղ ներկայացել ենք այսօր մեր աշխատակիցներով, պահանջելու համար, որպեսզի ամենամոտ այսօր եթե կարելի է, այսօր իսկ եթե 3 լիներ ավելի լավ, վերապացվի Euromotors-ը։ Մենք եկել ենք վերկանգնելու մեր արդար իրավունքներին եւ հավատում ենք, որ ճիշտ է գետնի վրա այսօր Հայաստանում արդարություն չկա, բայց հավատում ենք, որ երկնային արդարությունը կա եւ ոչ մեկը գարա Աստծո բարգեւածը Բարոն Զարուկյանին խլել։ Մենք եկել ենք այստեղ մեր իրավունքների պաշտպանումի համար եւ երկրորդ անգամ նաեւ մեր աջակցությունը, մեր զորակցությունը հայտնելու Բարոն Զարուկյանին, որ մենք իր կողքին ենք մինչեւ վերջ եւ հավատում ենք, որ առնվազն արդարությունը պետք է որ վերականգնվի, եթե ոչ գետնի վրա երկնային։ Դուք ձեր ընկերությունը մեծ ֆինանսական կորուստներ եք կրել այս ընթացքում։ Մենք շատ մեծ կորուստներ ենք, այսինքն 3 իմացանք, որ մեր մոտ ինչ որ շուրի խողովակ է դրակել եւ ունենք ակին բայստամասեր, որ վնասվել են, նաեւ ունենք աշխատելու պատճառով։ Այո, անշուշտ որտեղ փակ է գազམ་երգություն ամսի 7-ից ի վեր։ Մեզ խփում էին ամեն օր ասելով, որ 10 օրից կվերապացվի, արդեն 23 օր է եւ նույն գացության մեջ ենք, դեղքայլ ոչ մեկ առաջ խաղացում եւ մեր մոտ ոչ մեկ իրավական հիմք կա, շինձու մեղադրանքներով եկել են ներխուժել են եւ արգրավել են մեր սերվերները, մեր կոմպյուտերները եւ մեր աշխատանքը խափանել են, ինչպես գիտեք, մենք միջազգային BMW, Mini եւ Rolls-Royce-ի ներկայացուցիչ ենք։ Այս մեկը նաեւ Հայաստանի վարկը գցում է քեդին, ոտնագողում է, մնացած վարկը Հայաստանի, արդեն ոչինչ գրեթե չի մնացել։ Եվ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի վերականգնենք մեր իրավունքը։ Նաեւ ունենք խնդիրներ BMW-ի հետ, որովհետեւ մենք որպես ներկայացուցիչ իրավունք չունենք այսքան երկար ժամանակ մնալ անկորձ։ Այս process-ները իրենց Ինչպես պիտի բացատրեմ, մարդիկ զարմանում են, չեն կարող հավատալ։ Իրենց ուղարկում ենք լինքերը, որ լսեն այստեղ ինչ տեսակ արդարություն կա, ինչ տեսակ անձնական հաշվենկատություն կա։ Մարդիկ չեն հավատում, որ կարող են գալ մեկ օրվա մեջ 70 գազམ་ակերպություն փակել, 7000-ից 10000 աշխատող անկորձ թողնել եւ այս ամբողջ չկատարվի, բարձրապես որտեղ մարդիկ օգտագործում են իրենց իշխանությունը, իրենց իրավասությունները շրջանցելով։ Ես գլխավոր դոնորենն եմ Euromotors, BMW, Mini եւ Rolls-Royce-ի։ Դանագյոսյան Աբրահամ։ Իսկ ներեք ինչ եք կարծում միջազգային կառույցները որտեղն են, որ նման խնդիրներ են ունենում Հայաստանում ներդրումների պատճառով։ Հետագայում Հայաստանին կվստահեն, որ Գիտեք ինչ, ասեմ ձեզ, անձնական, այսինքն անհատ մարդիկ, որոնք պիտի այստեղ գործեր կառուցեն, ֆինանսական ոչ մեկ ներդրում չի արվելու։ Իսկ ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, այսօր ինչպես գիտեք քաղաքական նկատառումներով Եվրոպան աչք է փակում Հայաստանի մեջ կատարվող բոլոր խախտումների նկատմամբ, ինչպես եկեղեցվո նկատմամբ, նույնպես ինտիմության նկատմամբ եւ Բարոն Զարուկյանի նկատմամբ։ Այս բոլորը քաղաքական են։ Եվրոպան եւ որ իրականացնի իր երազները, որը Հայաստանը վերածվի վիլայեթի, ազերիական եւ թուրքական, այդ ժամանակ արդեն կտեսնեք, որ Հայաստանը մնալու է առանցին եւ ոչ մեկ ներդրում արդեն իսկ չկա եւ ոչ էլ լինելու է։ Ինչ որ հիմա լինում է, բարձրապես քաղաքական նկատառումներ։ Դուք եք հանդիպում պահանջելու կառավարության Ներողություն։ կառավարության անդամների հետ հանդիպում եք պահանջում ում հետ։ Պիտի հանդիպենք, ես էլ չգիտեմ, մեզ բարձրապես տեղեկացրել են, որ մեզ ընդունելու են 15 րոպեով, որովհետեւ մեր մտահոգությունը չգիտեմ, անգերց չգիտեմ։ Հետաքրքրված էլ չեմ ինձ համար, ոչ էլ հավատում եմ, որ մեր հանդիպումը ոչինչ փոխելու է։ Բայց որովհետեւ նաեւ ես, այսինքն ընդհանուր դնորենները, գաբարագնված հաստատություններ դնորենները, նաեւ ես անգախ որ ասում եմ, ես ոչ չեմ հավատում, որ ոչինչ փոխվելու է։ Մենք Արցախը դվել ենք եւ ոչինչ չի փոխվել։ Եկեղեցու թեմ արշավներ են եղել, կաթողիկոսի թեմ խոսվել է անվանական եւ մատիվներով։ Ոչինչ չի փոխվել, ես չեմ հավատում, որ հիմա ոչինչ փոխվելու է։ Շնորհակալ եմ։